Հնարավոր է, որ շարունակ անհնազանդ լինելով Աստծուն, վշտացնենք նրա սիրտը։ Երեմիա 14:12 խոսքում ասվում է. նրանք ծոմ պահելիս ես չեմ լսում նրանց աղաղակը, եւ նրանք ողջակեզ եւ նվեր մատուցանելիս ես չեմ հավանում, որովհետեւ սրով ու սովով եւ ժանտախտով պիտի սպառեմ ես նրանց։ Աստծո սիրտը պետք չէ նեղացնել, բարեկամներս, այլ հակառակը։ Եղեք մարդիկ, որ միշտ փափագում են Աստծո խոսքին ու նրա կամքը կատարելուն։ Երբ լսում եք Տիրոջ ձայնը, անհապաղ հնազանդվեք, քանի որ դա է ձեր օրհնության դուռը։ Եկեք հիմա վկայությունը դիտենք։ Ցավեր ունեի մեջքիս եւ ծնկիս Իսկ հատվածներում։ հիմա Արդեն անցել են։ ինչպես եք կարողանում քայլել այդպիսի մեծ ցավով։ Ինձ համար նորմալ էր ցավերով քայլելը, բայց կռանալն անհնար էր։ Դե ուրեմն հիմա խնդրեմ կռացեք, ավելի ցածր կռացեք քույրս։ Տեսեք, շատերը այստեղ չեն կարող այդպես կռանալ։ Իսկ հիմա քայլեք, տեսեք բարեկամներ, նա անգամ վազում է արդեն։ Փառք մեր հրաշալի Աստծուն։ Աղոթենք։ Հայր, մենք աղոթք ենք բարձրացնում բոլոր նրանց համար, ովքեր հիմա կարիքի մեջ են։ Խնդրում ենք, որ գաս, հպվես նրանց ու ազատագրես Հիսուսի անունով։ Իսկ ժողովուրդը թող բարձրացնի ձեռքերը դեպի երկինք ու ասի. «Փառք քեզ Տեր»։ Ուրախ եղեք։